Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին և հիշեցնում, որ լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է Փակ TV-ի եթերում։ Բնական է ձեզ բոլորիդ հետաքրքրում է այն հարցը, թե ով է այսօրվա հյուրը, ում հետ ենք այստեղ մեր տաղավարում զրուցելու։ Խնդրեմ, նրա մասին պատմող համառոտ մի փոքրիկ տեսագրություն, որից հետո հաճույքով կներկայացնեմ մեր շատ ցանկալի հյուրին։ Շանթ Հարությունյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Ավարտել է Հրաչյա Աչարյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1984 թվականին բանակում ծառայելու տարիներին դատապարտվել է և ճանաչվել քաղաքական բանտարկյալ։ 2008 թվականին ձերբակալվել է մարտի 1-ի գործով, 2009-ին արդարացվել և ազատ արձակվել։ Հեղինակ է մի շարք քաղաքական և գաղափարական գրքերի ու հոդվածների։ Շանթ Հարությունյանը իր գործունեությունը նվիրել է ազատ և անկախ Հայաստանի կերտման գործին։ Այո, սիրելի բարեկամներ, Շանթ Հարությունյանն է այսօր մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ Սոցիալ-կրոն կուսակցության նախագահը, ինչպես միշտ, այսօր էլ կարծում եմ մեզ հետ լինելու է բաց, ազատ, թափանցիկ։ Մենք հիմնականում Շեքսպիրյան այս լինել թե չլինել գաղափարախոսության հետ կապված ենք մեր հարցերը քննարկելու, այ մարդ անձնավորություն Շանթ Հարությունյանի համար որքանով ընդունելի է այս գաղափարախոսությունը։ Դες մետի համընդհանուր ընդունված է այդ հարցադրումը ամեն իրավիճակում էլ բոլոր ժողովուրդների մոտ էլ որ գալիս է Շեքսպիրյան հարցադրումը լինել թե չլինել, դե համար ես ինչ ասեմ, ընդունելի չի, դա կյանքի ոնց որ վեկալած խոսք է ու միշտ պարբերաբար մարդկանց մոտ այդ հարցը կարող առաջանա։ Այդքան բան կարամ ասեմ, չգիտեմ։ Ես ասեմ, դուք մեր եթերում կուզենայի, որ ձեզ ինչպես միշտ ազատ զգաք, որտեղ ժամանակի պրոբլեմ չկա։ Այսինքն, եթե ասելիք ունեք, այն կարող եք միջևեր ասեմ։ Պարոն Հարությունյան, ես նկատել եմ, որ Շեֆ ինչ Շանթ ասեք, էլի։ Պարոն Հարությունյան մի ասեք, Շանթ ասեք։ Լավ, դե իմ տարիքներն էլ պարոն Վիշան եք մեր համար միշտ սովետի ժամանակվանից, բայց ես ձեր համար մի Շանթ։ Ես շատ ին մարդ եմ, արդեն 52 տարի հեռուստատեսությունում հասկանում եք, դա չի ամբողջ կյանք։ Այդ սովետի ժամանակները ձեր ասած միջև մեր օրերը շատ բան է փոխվել, շատ ջրեր են նորցել, բայց հիմնական մեր բոլորի համընդհանուր ցանկությունն է, որ մեր երկիրը տեսնենք նորմալ կայացած վիճակում։ Ցավոք այդ ճանապարհին անելիքները ոչ միայն ավելացել են, այլ սարսափելի շատ են։ Ինչ կասեք այդ մասին։ Դες մտեղ ասել բան գրեթե չկա, որտեվ անկախությունը ստացանք, թվում է թե պետքա ահագին բան կար անելու, ավելի լավը դարձնելու համար, այն ինչը որ սովետում համարում ենք բացասական երևույթներ, չգիտեմ, ազգային առումով, մարդկային առումով, ազատություն, մշակութային ազատությունների առումով, որի համար շատերս դժգոհ էինք, անկախություն ձեռք բերելուց հետո թվում է թե ավելի լավը կդարձնենք կյանքը, բայց դա տեղի չունեցավ, չգիտեմ, ասելու բան տես չկա, ավելի, իսկ հասարակությունն ինքը ավելի դեգրադացիայի գնաց։ Իսկ ոնց որ նախնադարից հազարամյակներով էվոլյուցիա էր ապրել, եկե հասել էր քաղաքակիրթ 20-րդ դար, հիմա ոնց որ արագ տասնամյակների մեջ ոնց որ հետեթա նախնադարի վայրի մարդու ընկալումներով ապրի, էլի ես ինչ ասեմ, ուրիշ բան, ցավոք էդի, ոնց որ ողբերգությունը, հետաճ է, էլի, հետաճ։ Դե ես պիտի ասեմ, որ երբ սկսվեց Արցախյան շարժումը, դուք տակավին պատանի եք և շատ ակտիվ եք, բայց այսօրվա սերունդը կարծես մի տեսակ անտարբեր է դարձել այդ ամենի հանդեպ, սա ինչով եք բացատրում։ Դաստիարակությունով։ Ես միշտ համարում եմ ի տարբերություն շատերի որ դաստիարակությունը ավելի կարևոր է, քան կրթությունը,
չգիտեմ, մեր մարդիկ դաժե ինտելեկտուալ շերտերը չեն կարող հասկանան դաստիարակության ու կրթության տարբերությունը ու դրա համար էլ այսօր այս վիճակն է եկել ուզում ասեմ դաստիարակության ոչ թե պակասից այլ գրեթե դաստիարակություն չկա ասենք դաստիարակությունը ի՞նչ է դաստիարակությունը դա բարոյական արժի համակարգի ներդրումն է երեխու մեջ ասեմ թե հոգու մեջ չգիտեմ ոնց որ դառնում է իր արյան պես էլ իր մարմնի իր մեծանալուն զուգահեռ իսկ ցանկացած տեսակի ոչ միայն ազգային նույնիսկ հանրային սոցիալական հարցեր այսինքն ինչը որ վերաբերում է ոչ թե մեկին այլ հանրությանը ընդհանրականին դա միայն դաստիարակված հասարակությունն է որ կարա ընդհանուրի համար դուրս գա պայքարի ընդհանուրի համար զողողություններ գնա ռիսկի դիմի հալածվի իսկ դա էլ կախված է իր իդեալներից իսկ իդեալները ելնում է երեխու դաստիարակության հետ ասենք վերացական մարդը ինքը իդեալ չի ունենում հենց այնց ասենք կենթանին ասենք այնեն գայլը արջը չգիտեմ ով որ է ինքը ինչ ունի բնազդային բան ունի ասենք սնունդը ունենա ժառանգ սերունդը տա ու փախնի ստեյցնդից որ իր կյանքը պահպանի կենթանին մարդն էլ պրոստը դրանից բացի տարբերվում է իր իդեալներով ասիկը բացի այդ կենսական պահանջները, այդ բնազդային պահանջները, մարդը տարբերվել է, որ եկել է մի պահ, որ ինքը գիտակցել է, որ մարդու, ասենք, արժեքները կամ իդեալներից բխած, նաև արժեքները համապնդվող, այդ տարբերվել է կենթանուց մարդը, բայց նես չի, որ եթե մարդուն չդաստիարակես, ինքը նորից կետա կդառնա կենթանի։ Ու հիմա մենք Հայաստանում դա տենում ենք։ Հայ մարդը գնում է դեպի հետաճի այդում դեպի կենթանու նախնական իմաստ, ասենք, եթե աշխարհը թույլ տա մեզ, կդառնան կենթանու պես։ Ասեմ, որ մեր այսօրվա զրույցի ընթացքում մենք օգտագործել ենք մի շարք արխիվային տեսանյութեր, ինչ որ ձևով, ինչ որ չափով բնութագրում է Շանթ Աղնությունյան մարդուն, անհատականության անձնավորությանը։ Հիմա մենք դիտում ենք դրանցից առաջինը եւ շարունակում մեր զրույցը։ Խնդրեմ Այդ քաղաքական ուժերը երբեք էլ տենց լուրջ կայացած ուժեր չեն եղել, ոչ գաղափարախոսությամբ, ոչ իրանց ստրուկտուրաներով բան, բայց այն ժամանակ դա բավարարել է հասարակությանը։ Հիմա հասարակությունը գնալով տարիների մեջ ամեն անգամ հասունանում է, ամեն ընտրությունից ընտրություն ինչքան է խաբվում, հիասթափվում է, բայց ամեն դեպքում հասարակությունը ավելի է հասունանում ու այդ քաղաքական ուժերը չեն կարողանում բավարարել պահանջները։ Մարդիկ կան, չասեմ կուսակցություններ շատ քիչ կան, որ ավելի քիչ են կուսակցությունները, մի քիչ շատ են մարդիկ, որոնք ունեն կայուն համոզմունքներ։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած կարելի ասել իրենք քաղաքական նպատակահարմարությամբ գործող գործիչներ են։ Բնական է, թե լիդերը ինքը որ դոմինանտ թելադրում է որևէ քաղաքական ուժի գիծը, ինքը նպատակահարմարությամբ, չասեմ պատեհապաշտ, միգուցե պատեհապաշտն էլ բռներ, բայց ես ավելի մեղմ ասեմ, նպատակահարմարությամբ առաջնորդվող գործիչներ են ու ըստ նպատակահարմարության իրանք կարան մի օր դատապարտեն այս ինչ երևույթը, մյուս օր դատապարտեն այն ինչ երևույթը, առանց արժի համակարգից եմ խոսում։ Դե հասարակությունը ինքը ունի իր արժի համակարգը ու իր արժի համակարգային չափորոշիչը։ Ամեն պետություն իր քաղաքացուն կերտում է։ Ասենք սովետական միությունը կերտել էր իր քաղաքացուն։ Ու դա երբևէ ես որ կարողանամ երբևէ ասելով ես այս տարի ուզում եմ հեղափոխություն անեմ, ու եթե Աստված տա իսկապես այս հեղափոխությունը անեմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ կերտելու։ Ասենք Գրիշկովը եղել է բանը, կայսրության, որի գաղութ ենք եղել մենք, ինքը եղել է անկախ Հայաստանի հերոսը։ Պատկերացնում եք դա ինչ է։ Ու հասարակությունը շատ նորմալ է դրան նայում։ Ասենք հիմա ու ասում են ինչի համար, որտեվ ասում են ինքը երկրաշարժում, ասենք շենքերը սարքելու փող էր փոխանցում։ Դե որ այդ կայսրության մեջ էր, ինչ պետք է անել, ոչ էր չփոխանցելու։ Հիմա նույնն է ոնց որ Էրդողանը երթանեք ախտամարի կղզին է վերանորոգում կամ մյուսը, ասենք պատկերացնեք Ղարսը ընդեղից անկախացնենք կամ Ղարսում ինչ որ անկախություն է, հետո իրանք ասենք Էրդողանին հերոսի կոչում տան, ասեն, բա որտեվ ինքը Ղարսում շենքեր էր գումար էր բյուջեից հատկացրել, որ շենքեր սարքեին։ Հիշեցնում եմ, որ լինել թե չլինել հեղինակային ծրագիրն եւ մեր տաղավարում հյուրընկալել ենք Շանթ Աղնությունյանին։ Քաղաքական ուժերի մասին շատ հետաքրքիր կարծիք արտահայտեցիք դեռ 13 տարի առաջ։ Այսօր ինչ որ բան փոխվել է։ Ավելի վատացել է։ Ավելի դեպի ինչու։ Դե դա Չեք հավատում այդ ուժերը։ Չէ, նախ իրանք քաղաքական մտածելակերպ չունեն։
Այն ժամանակ հələ դեռ ավելի շատ էին այն մարդիկ, որոնք 88 թվի շարժումից էին եկել, հիմա տարիները անցնում են, մարդիկ մեռնում են կամ անցնում են այսպես ասած թոշակի բան, ավելի նոր սերունդ է գալիս մտնում, բայց նոր սերունդը նայումա ոնց որ ասենք մարդիկ այդպես այդ մասնագիտություն են ընտրում, բնական է, որ այդպես կայանան այդ մասնագիտությամբ, չի ասենք 10 տարի, 20 տարի բան աշխատում են, կարդում են, դե պետք է իրանք իրանք գործը լավ տիրապետեն, հետի գովելի է, ողջունելի է, էլի, ասենք դիլետանտ չեն մասնագիտության մեջ։ Հետո դառնում են 40-50 տարեկան, որոշում են, որ կարող են այս հայազգի փրկեն այս վիճակից, ինչա թե որտեվ հայազգի վիճակը վատ է, տեղ անառարկելի է, դա չոբանն էլ հասկանան, իրանք էլ այդ մարդիկ ովքեր կրթություն ունեն։ Ու իրանց թվում է, որ ասենք քաղաքականությունը ավելի հեշտ գործ է ենթարին, քան վիրահատություն անելը։ Հիշում եմ մեկի մասին պատմում են, չեմ ուզում ասեմ ինչ էր, ասում եկել էր ասել էր այս գործով սես պետք է այս հարցը լուծվի, նես պետք է լուծվի։ Այդ մի հոգին ասել էր, օրինակ ինչի՞ չես այդում օպերա գրես կամ սիմֆոնիա գրես։ Ասել ես չես ասում, ես ոչ չեմ կարող։ Ասել բախյա քեզ թվում թե այս քաղաքականությունը ավելի մի հատ հեշտ գործ է, քան ասենք սիմֆոնիա գրելը։ Ես էլ իր դժվարությունները ունի, ոնց որ ցանկացած ասենք բժիշկի վիրահատությունը կամ բուժումը կամ ասենք օպերա գրելը կամ սիմֆոնիա գրելը բան։ Ասեմ ասեմ, բայց այս մարդիկ տես չեն մտածում, էլի, մտածում են որ ենթադրենք մեկը միտեղ դարերը միլիարդատեր շատ փող աշխատե, ինքը կարա գա ազգի քաղաքականությամբ զբաղվի ու նաև փրկի ազգին։ Մեկ ուրիշ ասենք էսի մեծ մամիտը էլի սովորում է բժիշկ է դառնում 50 տարի բնական է նրանք պետքա իրանց ուղն ու ծուծողել այդան իրանց որպեսի լավ տիրապետեն իրանց մասնագիտությունը պետք է անընդհատ կարդան սովորեն ասենք ոչ են օրինակ ես քաղաքականության մեջ եմ եղել սաղ կյանքս ու հիմնականում 90 քանի տոկոս կարդացել եմ քաղաքականության առնչվող գրքեր ես ու չի կարա այդ մի հատ ասենք հայոց լեզվի մասնագիտական հրաշաճարանի բացատրական բառարանը համ կարդայի, համ բժշկական ինչ-որ վիրաբուժության հետ կապված բան կարդայի, համ չգիտեմ ինժեներ, չգիտեմ ճարտարապետական եսի ինչ կարդայի, հետո համ է քաղաքականությամբ զբաղվեի, ես չէի կարող, կլինեի դիլետանտ իմ գործում։ Բայց այդ մարդիկ տես չեն մտածում, ասում են դե որ ենթադրենք ես լավ, ասենք օրինակ բերեմ ողորմածիկա թեկուզ Յուրիկ Վարդանյան, ասենք ասի ես լավ շտանգիստ եմ, աշխարհի ամենաուժեղ շտանգիստն եմ իմ Քաշայինում Ուրեմն ես կարամ այդամ մեր հայազգի ճակատագիրը որոշեմ։ Նույն ձևել իրանք են, ասում են, որ ես այսքան փող աշխատած եմ, միլիարդներ ունեմ, ուրեմն ես ամենալավն եմ, կարամ այդամ։ Այդ է մեր ազգի, այդ էլ է դասիրակության պակասից, պարոն Խուշյան, գիտեք, ասենք, այս վերջերս Զաթիասի, ասի ոնց որ են կինոն են Շուրիկի արկած, ասում եմ միաս կոմբինատ, ասում եմ յա, կանսերվի զավոդ, ասում եմ յա։ Ասենք այդ ժողովուրդը որ ինքը արժեքների դեգրադացիայի մեջ է, ու հետո մեր ժողովուրդը պատմականորեն այդպես քյասիբության վրա շատ է էլի բաներ է, ասենք այդ աղքատության պահով, եթե ինքը հաղթարել է աղքատությունը, արդեն իրան թվում է ամեն ինչի ինքը իրան հասանելի է։ Ցավոք, քանի որ մեր ժողովուրդը նյութապաշտ է, իսկապես շատ հարցերում փողով կարողանում են իսկապես հարցերը լուծել ու դա բերում է իրանց կեղծ ինքնավստահություն կամ սին ինքնա, ավելի ոչ թե կեղծ, այլ դատարկ ինքնավստահություն։ Իրանց մոտ դա անկեղծ է, բայց դա դատարկ է, էլի, որ եթե իրանք էսի արինենի արին սենց կարան են, ես կարծենք, իրանք ասենք որոշում են, որ պետք է համ ազգային հերոսի մեդալ ունենան, բերեն ասենք ստե փող տան, չգիտեմ, այրոպորտին փող տան կամ եսիմ մանկատոնին կամ հիվանդանոց սարքեն, իրանք ուրեմն պետք է մեդալ ունենան, մեդալը պետք է իրանց էլի, որտեղ փողը իրանցն է, դիպլոմը պետք է իրանց լինի, չէ՞, կային մարդիկ, որոնք հիմա այդքան կարևոր չի այդ դիսերտացիաները, բան, բայց կան մարդիկ, որ ժամանակին կարևորում էին, նաև այդ էին առնում փողով, լիքը դոկտորներ կային։ Տիգրան Կարապետիչից սկսած քաղաքագիտության դոկտորներ էին։ Արամ Կարապետյանը կար բան չէ, սա քաղաքագիտության դոկտորներ էին։ Ասեմ ասեմ, ինչի համար եմ ասում ես ամեն ինչը։ Չգիտեմ։ Ընդհանուր այս կոնտեքստի մեջ է էլի խոսքս ամեն դեպքում, որ քաղաքականության, ասենք, պահով պատահական մարդիկ են մտնում քաղաքականություն, բայց դրանով ավելի մեծ վնաս են տալիս, էլի երևի է դա, չգիտեմ։ Ես ուզում եմ ասել մեր ունկնդիրներին, որ իր քաղաքական հայացքների համար Շանթարությունյանը բազմիցս անգամ է դատապարտվել, անհասնության մեջ եղել, բայց ինչն է կարևորը, որքան ես եմ հասկացել նկատել, ինքը ինձ հիմա գոհուշի երբեք չի կոտրվել։
Ինչն է դες պահել, որ այդ հավատը թե Հա, հավատը։ Ես ձեզ ասեմ, իմ վրա ես որ փորձել եմ ինձ հասկանալ, այդ ասենք մարդու կամքի մասին, էլի, օրինակ ճիշտ է, մամաս շատ էր փոքր վաղ ասում, որ իմ հոպարը շատ կամային ա եղել, պապայից էլ ուժեղ։ Դե պապաս էլ չի կոտրվել, խնդիրը դա չի, բայց մամաս հոպարից էր ավելի շատ օրինակ բերում իր կամքով, բայց դե մի բանա լսես անընդհատ լսես ու ես հոպարից շատ էի սիրում, հոպարից այդ կեցվածքը, պահվածքը, ասենք KGB-ի հանդեպ իր պահվածքը, իր հետ ես գնացել եմ պապայից, որ բռնել են, հոպարից հետ գնում էի KGB, քննիչների հետ տենում էի ինքը ոնց էր խոսում բան էլի, որ զանգում էր, ասենք հիշում եմ մեկին զանգում ասում էր մի հատ իջի Բրեժնևի մասին թազա անեկդոտ է հենց պատմեմ բանման, հետ իջնում ջղայնանս որ ինչը մյուս անգամ չեմ իշնի բանը, լա ասա տենամ ինչ է սխես եկե բան չգիտեմ ինչ, ուզեմ ասեմ տենց 12 տարեկանից չհաշված որ 3 տարեկան էի առաջ անգամ պապայից բռնեցին, այնվաղ դե անգիտակից վիճակ է, դե մի դրվագ եմ հիշում, որ մեր տան պատվալում ուզում էին ինչ որ զենք էին անգալ, ինչ գործիքներ էին մտցրել փորը, ես գնացի նայի, մեկը վրես գոռաց, մինչև հիմա այսօրվա պես հիշում եմ էլի, որ գոռաց, բայց այն մյուսը ոնց որ ասեց երեխուն բան մի ասա, էդի տպավորվել է իմ մոտ, բայց 12 տարեկան էի երկրորդ անգամ պապայից բռնեցին, արդեն հիշում եմ շատ բան, հոպարիս հետ, հա, այդ հավատի կամքի վրով եմ ասում էլի, ու ես ասենք այդ օրինակը բանը ունեի, հիշում եմ հոպարս այդ վախտերը ասեց, հո կոմսոմոլ չես բան, ասի, չէ, ասես դենա իհա, ասես կոմսոմոլ չես մեր ցեղի վրա սև բիծ քաշես բան, էդ էլա տպավորվել, ձեր պապայից հետ ես ավելի քիչ եմ շփվել, քան թե հոպարիս հետ։ Ու բանը, հոպարիս հետ կամային լինելը, որ մամաս շատ էր էլի գովում, ասում էր, հոպարը ասում էր շատ ուժեղ է բան, շայնից ուժեղ է բան, այդ կամային բանով։ Ես որ բանտում էի, ասենք, հա, նայում էի ու հավատը, որ ճշմարտություն, այդ հայրենիքի համար պայքարելը, իսկապես դա աստվածային ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է։ Ասենք, ու եթե հավատում ես, որ դա ճշմարտություն է, ասենք, էլ չես նայում, պարտվել ես, չես, գալիս է հուսալքության պահեր գալիս է բան, բայց այդտեղ էլ արդեն դու ես, ասենք, ասում ես իմ հերը, հոպարը, պապիկս, բան սենց պայքարել են, բան են արել, կամ Հայրիկյանն է բանտերում 1000 տարի, բան Ստեփան Զատիկյանն է գնդակ արվել, Ստեփան Զատիկյանը պապայիս այն ընկերներից էր, որ մամաս էլ իր մասին շատ էր լավ պատմում է։ Մամաս շատ պատմում էր Ստեփան Զատիկյանի մասին, Պաուլ Հայրիկյանի մասին, եւ մի քիչ պատմում էր Աշոտի ու Ազատի մասին, որպես Աշոտ Նավասարդյանի ու Ազատ Արշակյանի, հա, ասենք իրանք փոքր երեխեք տղեկ են եղել, էլի, որ պապայս իրանց ԱՄԿ-ի մեջ անդամագրել, բնականաբար մամաս էլ իրանց հետ առիթներ ունեցել է շփվելու, ասենք հատկապես Հայրիկյանի ու Ստեփան Զատիկյանի հետ, Աշոտի Ազատի հետ ավելի քիչ, բայց մեկը ինքը միշտ իրանցով հետաքրքրվում էր, էլի, որ ջահել երեխեք են դատվում բան, ու ասենք մեր տանը, ասենք այդ մթնոլորտում էր, ասենք, որ ես մեզ իրանք բոլորն էլ անznազող ու կամային մարդիկ էին, նաև Շիրակ Գունաշյանի մասին էր պատմում, որոնց հետ հետագայում ես պայքարեցի 88-ի շարժմանը Հովիկ Վասիլյանի հետ բանը պայքարեցի ես իրանց հետ, ճիշտ է Շիրակ Գունաշյանը, Հովիկ Վասիլյանը անկախական չէին, ՀՄԿ-ից չէին, բայց իրանց քաղբանտարկյալ ընկերներն էին, այդ բոլորի, ասիկ այդ միջավայրում ես բնական է հուսալքված էի լինում չէի լինում, բայց իրանք ինձ ուժ էին տալիս, էլի այդ ձևի չգիտեմ։ Ու ես եկայի եզրակացության նաև հավատը ինչքան ուժեղ է, մարդու ոգին ուժեղ է, ուրեմն կամքը ուժեղ է։ Հավատը թուլանում է, ոգին թուլանում է, կամքը թուլանում է։ Եվ երևի այդ հավատն օգնել է, որ քաղբանտարկյալի կարգավիճակում կարողացել ես բոլոր տեսակի դժվարությունները արտահայտել։ Հա։ Նույնիսկ նաև Աստված է։ Հա, բա ինչ, բա եղել է, բա ոնց։ Ես եղել է այս առաջի անգամ որ ասի, դե պապաս արդեն Ամերիկա էր մտածում, ասում էի դուրս գամ, էլ չեմ պայքարի, թողել եմ այդ համ Ամերիկան, դե այնվաղ ինչ ենք մտածում, ասում ենք այդքան արտասահման ասալան տերոր անում, դաշնակցություն տերոր անում, այդքան մենք էլ այնտեղ հիանանք, բան, հա։ Բայց մամաս ասում էր, չի ասում էր, կարող է քեզի վաղը միսօր ուզենան գործակալ սարքեն, բան, ասեք իմ մամաս էր այդ հարցերում, ասում էր հա ավելի լավ է չպայքարես, բայց ոչ է կոտրվես։ Որոստե կամավոր յանտու, բայց երբեք չդառնաս էլի գործակալ։ Իդեպ գործակալների հետ առիթ է եղել շփվելու։
Ինձ շատ։ Հա, ես Երբ ես հայտնաբերել, որ դա գործակալ է։ Ես սկզբից դες չեմ, ավելի շատ ասենք մամաս էր։ Մի հատ տղակարի մինչև իմ բանակ եթար դատվել է, նորմալ տղա էր, մանկավարժական էր սովորում, իսկ մի 10 տարի մեծ էր։ Գիշեր ցերեկ որ պետք էր ելնում, ասենք ելում գալիս էր։ Մամաս ասում էր այդ տղան ինձի դուր չի գալի, մեծ մարդ է, նա 10 տարի քեզից մեջ, քու այդ ինչ ընդհանուր բան ունի։ Գիշերը ժամը 1-ին զանգում ես, ելնում գալիս է, ցերեկը գալիս է, չգիտեմ ինչ բան։ Իհարկե հետագայում այլ պատճառներով իմացանք էլի որ բանա, թեկուզ իրան մի օր ասես չէ, վատացավ, սիրտը բռնեց բան, բայց բանա։ Չէ, այտենց ինչ որ ինձի հերս խորհուրդ տվեց, որ ասեց, եթե ջոգել ես մեկը գործակալ է, պետք չի նրան։ Մենք դեռ 4 էինք էլի, թեմա էինք բացում, որ դու ագենտ ես, բան ես, SSN-ս, կոպիտ բազարներ ենք բացում։ Բայց երես ասես չի, ասեց, եթե ջոգել ես, որ ինքը KGB-ի ագենտ է, պետք չի իրան հուշ տանես, որտեղ եթե դու նրան լարես, էլի KGB-ն ուրիշինը բերելու է ու ավելի նուրբ ձևի, որ դու չհասկնաս։ Հենա ավելի լավ է, եթե գիտես թող մնա քո կողքը, քեզ ինչ պետք է այդ ինֆորմացիան կուղարկես, էլի։ Ինչ որ պետք է ուղարկելու։ Հա, ու իրանց մեջ էլ շատեր կային, որ իրանք համարում էին, ասենք, օրինակ կան, որ շարմար անող ագետներ են, որ ընդ իրանց կարյուրում դուր գան, ասենք, ենթանք հիմա խոսանք, բորբոքված, ենթանք դուք ասում եք, արե դրան ձեռս ընկնի ջուլելու եմ, ասենք ես ագենտ եմ, դետամ գրեմ ասեմ ինքը ուզում է ինչին սպանի, ասեն ինչի, ասում ասես ջուլելու են, ասի կարող է ջղայնացած են կամրած, ասում չէ դե ես ասում եմ, բայց մարդկա կարող է չասի, ինձի գան ասեն Հուշյանը կմոտ ասես ջուլելու եմ, խիչ ես գրի, ասեմ ինքը այդ նկատի չուներ, այնքան որ ջղայնացած ուսուր կֆրտում էր բան, ասիկը կային եւ ազնիվ մարդիկ, որոնք հարկադրված կամ գուցե համարում են լավ բարի բան են անում։ Հետո շատ ված կար ասենք ինձ եղել ասում են շանթը արկածախնդիր է էլի բան ավանտուրիստ է չեթա տերոր մերորանի ազդեք վերեն մի թողեք մեզի կուրսի պահեք բան մարդիկ կային որ կարող է համարեին որ իրանք ինձ օգտվում են էլի դրանով դրա համար սկիզբը ջայլ ընկելնում իրանց շատ վատ ենք նայում բայց որ տարիների մեջ մեծանում է ստենում ես մեջտերը մարդիկ նորմալ են եղել հիմա էտա ճիշտ է դե հիմա ինչ որ ասի չեմ արդարացնում այդ երևույթը ցավոք մեր ազգը համատարած գործակալների ազգ է դառել համատարած ես Ռուսաստան ընկեր ունեմ ասես մի օր ասես ռուսական KGB-ում մի FSB-ում հիմա չի ասեն կամ բանակում ասում են ամենաուժեղը KGB-ն սովետում եղել է Բելարուսիայից հետո Հայաստանում ես ասի ոնց բա Ստալինը վրացի է, Բերյան եղել է շեֆը NKVD-ի վրացիները, բան ասես չէ ինչ ես խոսում, ասես սա ռուսներն ասում են վրացիք նացիոնալիստ էին, ասի բա ուկրաինացիք ես լա, ասես այն մարդ ուկրաինացիք մինչև հենց սովետի ժամանակ Արևմտյան Ուկրաինայի KGB-ի բաժանմունքի պետեր կային նացիոնալիստ բենդերովցիներ էին, էլի հենց սովետի ժամանակ Ես լավ հիշում եմ այդ շրջանը, որտեղ դեռ 75 թվականին 1900 երբ արիտ եղավ լինել Լվովում, տեսա թե ինչ ատելություն կա դեպի ռուսները, ռուս ազգը, ռուս լեզու, հապշելի սովորական խանութում մի երիտասարդ աղջկա հարցեցի, կարելի է ես մանու ցույց տաք, չի պատասխանում, ասում ինչ եղել, ասեց я ненавижу этот язык, պատկերացնում եք Սովետական միություն 75 թվական։ Ես Վիլնյուսում 84-ին է ձեր եղավ, հետո հայերեն ասի ես ով բանման, եկավ մոտիկ սա ասես ինչ է սա։ Հետո ինձ որ իմացավ հայեմ ասես լավ ինչ պետք է ու մեծ առանցել դա սովորական բան։ Լավ, մենք հիմա մի տեսանյութեր ենք դիտում, որից հետո իհարկե պարզ կլինի հաջորդ հարցը։ Խնդրեմ։ Մենք բոլորով այստեղ քաղաքական պատկանելիության խնդիրը պետք է դնենք մի կողմ, կուսակցություններ, քաղաքական միավորումներ, սա մեր նորից եմ նշում, տարածքային ամբողջականության եւ անվտանգությանն է վերաբերվում եւ բոլորս միամուռ կերպով պետք է այս հարցին հետամուտ լինել եւ պետք է հարցը միշտ բարձրաձայն պահել, որպեսզի մենք պատասխաններ ստանանք, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Ես կուզենամ արդից օգտվելով դիմեմ կառավարությունում եղած մարդկանց, որոնցից շատերին ճանաչում եմ ինքս եւ իշխանության տարբեր հատվածներում աշխատող մարդկանց եւ նշել, որ դուք գտնվում եք մի իշխանության, քաղաքականության ներքո կամ վարում եք մի քաղաքականություն, որի արդյունքում դուք բոլորը դառնալու եք մեր նորօրյա Պետրոս Գետադարցներն ու Հովհաննես Սմբատները, որոնք հանուն իշխանության պահպանության վաճառեցին մեր թագավորությունը, խոսքը Բագրատունյանի թագավորության մասին է եւ ամբողջ եւ կործանեցին
մեր անկախ պետականությունը եւ մեր ժողովրդին դատապարտեցին շուրջ 1000-ամյա ծանր գերության եւ փորձությունների։ Այսինքն կարծում եք չեն հասկանում։ Եվ ներողություն եւ մյուս կողմից դիմելով այդ մարդկանց ասում են, որ մի դարձեք մեր նոր օրերի բոլշևիկները, որոնք տուրք տվեցին բոլշևիկյան կայսրության շահերին եւ կործանեցին մեր անկախ պետականությունը, որը մենք ձեռք էինք բերել 1000-ամյա գերությունից հետո։ Եվ դիմում եմ նաեւ հասարակությանը բոլոր շերտերին, բոլոր մարդկանց, այդ թվում մարդկանց, որոնք պատրաստվում են ձայն տալ քաղաքացիական պայմանագրին, նորից եմ կրկնում, սա կուսակցական խնդիր չէ, սա քաղաքական խնդիր չէ, սա մեր անկախության հարցն է եւ մենք չպետք է լինենք անտարբեր այս հարցի վերաբերյալ, պատկերացրեք 1000-ամյա գերության եւ ծանր փորձությունների ժամանակ մեր ժողովուրդը, որոնք անցել են տարիներով, անիծել են այն մարդկանց, ովքեր կործանել են թագավորությունը, մեր պետությունը եւ այն մարդկանց, ովքեր անտարբեր են եղել եւ լուր կերպով ընդունել են այդ իրողությունները։ Շանթ, բավականին հետաքրքիր ինքնատիպ երիտասարդ է ձեր որդին Շահին Կրծերը, որին ես ճիշտ ասած առաջին անգամ երբ լսեցի, հետաքրքրվեցի ով է երիտասարդը, ինձ ասեցին Շանթ Հարությունյանի որդին է, ասեցի դե պարզ է, խնձորը ծառից հեռու չի ընկնում, շատ հետաքրքիր մտքերով, բայց ավելի այսպես առաջադեմ, ավելի այսպես մոդեռն կարելի է թե այդ բառը օգտագործել։ Հա, այդտեղ մենք նույնպես հաճախ իրար հետ կարևոր է որ մի հարցում ինքը իր papi եւ իր հոր գիծը քաղաքական տանում է եւ ես չեմ պատկերացնում որ հանկարծ ասել որ Շահեն Հարությունյանը ներկայացնում է իշխանական ինչ-որ մի շարժու։ Չէ, ես ու ինքը շատ կոնֆլիկտներ ենք ունենում, ես իհարկե մի կողմից որպես մի կողմից վատ եմ զգում, մի կողմից ուրախ եմ, որ ինքը ինքնուրույն է փորձում կայանա։ Ոչ թե հատուկ որոշել եմ այդ կոնֆլիկտ ունենա կայանալու համար, այլ ուղղակի տենց է, ես էլ իմ հոր հետ էի կոնֆլիկտներ ունենում շատ։ Այն ժամանակին ասենք ինքը պաշտպանում էր Հայրիկյանին ավելի շատ, ես ասենք ավելի շատ պաշտպանում էի Վասյան Հովիկյանց ցեղագրոն մեջ դեի գաղափարները բան, հետո իհարկե մեծանում ես, տենում ես ճիշտը որն է, ավելի հասունանում ես, նույնը իմ ու տղուս հարաբերություններն է, գնաց ինքն էլ դիսերտացիա, այդ մյուսների պես է բոլորը հիմա այդ որ ասում եմ դոկտոր են, չգիտեմ ես են, ինքն էլ գնաց պաշտպանեց բան, հիմա ուզում ասեմ ինքը իր ճանապարհը իր ձևի է ընտրել, ես իմ ճանապարհը, իմ պայքարի ճանապարհը այլ ձևի ա եղել չգիտեմ, որ ասեմ թե ուրախ եմ, մի կողմից ուրախ եմ, որ ազնիվ հայրենասեր մարդ է, մյուս կողմից էլ գիտեմ ճակատագիրը ոնց է Նալբանդյանը ասում, չէ, ով փշոտ է ճանապարհը քո ազատություն սիրողի բան, դե հիմա այդ է ինքը ընտրել է, ես ոչ իրան ասել եմ արի էսի ընտրի, ոչ էլ մի բան։ Ինքնուրույն։ Իմ հերս էլ ինձի չի ասել, էլ ընդհակառակ ասում էր գնա հարմարվի ապրի, բայց դե հիմա տենց դաստիարակվեցի, այդտեղ նաև իհարկե գուցե կա նաև անձնական ասենք անհատական արժանապատվության հարց, որ ասենք նայում ես թե խոսքի հերետ դատել են ինչի համար հայրենասեր լինելու համար, եւ որ սովետում պաշտոնապես քարոզվում էր հայրենասիրությունը որպես առաքինություն ժողովրդի համար, մարդու համար, մտածում ես դե հայրենասերա բռին դատին, որ պրինցիպի է ընկնում միտեղ, բնական է Շահինի մեջ էլ դա կար, որ փոքր տարիքից իմ հետ դատվեց, բայց իրա որոշելիքն է իմաստ, չգիտեմ, տենց։ Պարզ է։ Բայց տեսնում ես ինչ դիրքորոշում ունի դավաճանների հանդեպ, որտեղ դա սարսափելի բան է դավաճանությունը։ Ինքը ավելի բան է, ինքը ավելի տենց չոր է, ոնց որ դե ջահել է։ Իհարկե պետք է հասարակությունը ներող չլինի, այսինքն ոչ թե ներող չլինել, ընդհանրապես դավաճանությունը պետք է դատապարտվի։ Հետո նոր կերևա, ասենք ով ինչ մեղմացուցիչ ունի, ներման երբ կարժանանա բան, դե ջահելները ավելի տենց պրինցիպով են լինում, ինքը ավելի չոր է նայում, ես է ջահել վաղտ ավելի չոր եմ նայել, հիմա հանգիստ դարձերին մոտ։ Հա, բայց դա չի նշում, որ ես ասում եմ ներենք ընդհանրապես, եթե ներենք, նորակ Նեժդեն այդ լավ խոսք ունի, ասում է Թուրքին մի հանցանք ներել նշանակում է երկու նորերը արտոնել։ Ես կարամ փոխեմ, ասեմ դավաճանին մի հանցանք ներել նշանակում է երկու նորերը արտոնել։ Այսինքն պետքա պատժվի դավաճանությունը հասարակության մեջ, որպեսի չխրախուսվի դավաճանությունը, բայց հետո ընթացքում բնական է որպեսի թե ինչ մեղմացուցիչ ա ունեցել հանգաման կամ ոնց ա ուղղվել, չի ուղղվել, պետքա երկրի քաղաքացին ինչքան է հանցագործ լինի, միշտ զգա պետության հումանիստական վերաբերմունքը։
Իսկ դա տարիների փորձի բախտ է, էլի առաջանում, ջահելները ավելի անզիջում են լինում։ Իհարկե, դավաճանությունը ներել երբեք չի կարելի, ես համամիտ եմ, բայց ցավոք այսօր մեր իշխանության մեջ էլ քիչ չեն այն մարդիկ, Համընդհանուր։ այո, դավաճանների այսպեսի պիտակ ունեն։ Դուք ինչով եք դա բացատրում։ Դե հենց այդ արժեքների դեգրադացիայից հա ժողովրդի էլի, որ հետ ենք նայում մեր ժողովուրդը ինքը չի հասկանում դավաճանությունը որն է։ Իրանք ընկել են ճակատագրի բերումով դավաճանության հորձանուտը ու չեն հասկանում, որ դա դավաճանություն է։ Ասենք, եթե դրանք ասել են Բյուզանդիայի հետ լնենք, եթե կոպիտ չասեմ, տակը լնենք, կամ Պարսկաստանի հետ, գնացել է պարսկասերների, բյուզանդասերների միջև կոնֆլիկտ, ոչ ոք չի կարացել ըմբռնի, որ այդ երկուսն է դավաճանություն է։ Ասենք հազվադեպ Ենթարենք Բագրատունի, Սյունի կամ Արցունի, այն էլ ոչ բոլորը, էլ եղել դավաճաններ եղել են նախարարներ, որոնք ասել են ավելի լավ է հայկական պետականությունը վերականգնելու քայլ անենք, հենվելով սրա կամ նրա վրա։ Բայց հիմնականում պայքարը եղել է ավելի լավ կլի պարսկական տիրապետության տակ մեր ժողովրդի համար, թե ավելի լավ կլի բյուզանդական տիրապետության տակ մեր ժողովրդի համար։ Բայց այդ հարցադրումը արդեն դավաճանություն ծնող հարցադրում է։ Երկուսն։ Հա, ում տակ ուզում լինի, ում հետ ուզում լինի, էլի, դա արդեն դավաճանություն է, որովհետև եթե դու ազգի էլիտա ես, կոչված ես, հավակնում ես առաջնորդ լինել, մի հատ նպատակ պետք է ունենաս, ազգը լինի անկախ։ Դե հիմա անկախության process-ը ինչ աստիճանի կգերակայի, ինչքանում դու կզիջես կոմպրոմիսներով կետաս, այդ այլ հարց։ Այդ աշխարհում տես բացարձակ մանավանդ մեր կարգի երկրները բացարձակ չեն կարող անկախ լինեն, բայց ինքնիշխանության մասին է խոսքը, պետք է գլխավոր խնդիրը դա լինի։ Օրինակ, իմ համար միշտ էլ անհասկանալի է եղել, որ ժողովուրդը ինքը ասում է Թուրքի դեմ կռիվ անենք, Ղարաբաղը վեկալ ենք, մասիստներ վեկալ են, բայց ինքը չի ուզում անկախություն ունենալ, ասում ավելի լավ է Ռուսի Ֆեդերացիայում լինենք կամ միասնական Ռուսաստան սովետը վերականգնենք բան, այսինքն դա ասենք լոգիկայի խնդրեմ կա, էլի, ու այդ է նաև ոչ միայն լոգիկայի խնդրեմ կա, այլ դառնում է հայրենասիրությունը կեղծ։ Չի կարա էլի մեկ ասենք ոնց որ բանդի կալանավորները հենց բունտ անեն, խոսքի գնան պահանջը դնեն, ասեն ինչ ես ուզում, ասի չասի ուզում եմ ազատություն, ասի ուզում եմ բանտում բանը կամերը մեծացնենք, մի 3-4 սենյակ էլի, զուգարանը մի սենյակի մեջ է, սաղ մի սենյակի մեջ է, ասենք դե կամերները մի սենյակ են, էլի։ Ասենք հենի ասի 2-3 հատ, հա, ռեմոնտը բանել ենթարենք մի 3 սենյակ լինի, էսը լինի, այն լինի։ Ուզեմ ասեմ, դες абսուրդ ձևի է, էլի, դա լոգիկայի խնդրեմ բերող բան է, մտածելակերպ է։ Այս առումով ոչ տենց էլի դավաճանությունը ուզեմ ասեմ մեր ժողովրդի եկել է արյան մեջ կոպիտ ասած, որտեղ ինքը չի էլ հասկանում, որ այս կամ այն հովանավոր փնտրելը հենց դավաճան ելակետը հարցադրումը արդեն իսկ դավաճանական է։ Քո կարծիքով որքանով է այսօր Հայաստանը ազատ անկախ ինքնիշխան։ Չէ, չունի, ոչ ազատություն ունի, ոչ անկախություն ունի։ Եթե մի պետություն սկի իրավունք չունի իր ժողովրդին դաստիարակի բարոյական արժի համակարգով, ուրեմն այդ պետությունը գոյություն չունի։ Պրոստը ձևական ՄԱԿ-ը որոշել է, հա բա ինչ ասենք պատկերացրեք, եթե ընդունենք այդ միջազգային աշխարհակարգը, որը ճանաչել էր հանրապետություն, չլներ, Թուրքիան վաղուց էր գրավել, Պարսիկը վաղուց էր գրավել, Ադրբեջանը վաղուց էր գրավել։ Ասենք մենք մեր պոտենցիալը թույլ չի տալիս, աշխարհակարգն է մեզ թույլ տալիս։ Դրա համար բան է, ինքնիշխանություն չունի, եթե մեր երկիրը ունենար իրական ինքնիշխանություն, ինքը իր սերունդերին ճիշտ կդաստիարակեր, էլի։ Իսկ դաստիարակությունը ես ինձնով իմ պայքարի արդյունքով եկա այդ գիտակցությանը, որ դաստիարակությունը ամենակարևորն է, բայց հիմա որ նայում եմ Ղազարով Սաղոյանը այդ ասել է, Թումանյանը այդ ասել է, Դենեժդես Ամուսաբոյի ասել է, բան, ուզեմ ասեմ, որ դաստիարակությունը ամենակարևորն է, բայց մեր ժողովրդի մեջ ամեն ինչ կա, բացի դաստիարակությունը, էլի։ Այդ մենք կրթություն ստանում են, չգիտեմ, դիպլոմը վերցնում են, դիսերտացիա պաշտպանում են, բան, բայց ամենակարևորը մարդ կերտելն է, իսկ մարդը ինքը կրթությունով չի, մարդը դաստիարակությունով է։ Մարդը ինքը ունի որակներ, չէ՞, որ ասում ենք մարդ, հասկանում ենք այդ մարդը, որական ասում են մարդ մեծատառով, ինքը ունի որոշակի որակներ, չէ՞, առաքինությունների, բոլորը հասկանում են ինչի մասն է խոսքը։ Հիմա շատ կարա այն մի որակները չունենա, այն մյուսները, բայց ունի։ Հիմա մեր ժողովուրդը որպես
մարդ պետությունը պիտի դաստիարակի չի դաստիարակում, նման մարդ արարած։ Մենք հիմա եւս մի տեսանյութ ենք դիտում, կարճ այսպես եւ շարունակում։ Խնդրեմ։ Տարիներ առաջ, երևի 15 տարի առաջ, Վաղարշակ Հարությունյանը, նախկին պաշտպանության նախարարը, ասես խոսում էինք, ասեց, դե շան դուք սաղ ընտանիքով հակասովետական եք, սովետից հալածվել եք, դրա համար դու ռուսներին չես սիրում։ Ասի, ես ի՞նչ եք ասում, ասի, պարոն գեներալ։ Հաջորդ օրը վերեցի մի գիրք, որ հիմա էլ եմ բերել, մի գիրք չէ, այնտեղ մի քանի երկու գիրք տարա, մի ահագին թերթեր տարա։ Իհարկե ինքը զարմացել էր, հիմա կասեմ ինչի մասն է խոսքը։ Ուրեմն ստիպված եմ, նժդեհեմա դա խոսք ունի, ասում եմ, խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունը ասելու համար ստիպված եմ մեղանչել համեստության դեմ։ Ուրեմն կարճ ասեմ հորականս հորս հետ կապված պահերով հիմնականում շատերը գիտեն, իմիջիալուց նաև ասեմ, այդ բոլոր մեղադրանքները, որ հնչում են մեր հասցեին ու որդուս, ես նրանց չեմ պատասխանում, ուտեմ նրանք արժանի չեն պատասխանելու։ Ես ուղղակի այս խոսքս ասում եմ այն մարդկանց համար մեր ժողովրդի, որոնք ինչ ճանաչում են, վստահում են, հավատում են, որ միշտ հանգիստ լինեն, վստահ լինեն, որ երբեք մենք որևէ դրսի աջակցությունը, ինչ որ ֆինանսական կամ այլ կամ պատվերներ չենք կատարել։ Ու ստիպված պետք է մի քիչ այդ անդրադառնալ, ոնց որ ասացի, ոնց որ Վաղարշակ Հարությունյանի այդ բանավեճում էդի ասացի, նախ իմ հորս հայրը ծնվել է 1905 թվին Վանում, ու գենոցիդի ժամանակ 1915 թվին ինքը 10 տարեկան ա եղել, իր 12 տարեկան քրոջ հետ Գաղթից տեղափոխվել են Արևելյան Հայաստան, Էջմիածնի կողմերը։ Այսինքն էլ ուրիշ հարազատ, բացի Էջմիածնում, հիմա էլ ապրում են Տարոնի գյուղում իմ պապայիս հորքուրի երեխեք, այսինքն երկու քուրու աղբեր են փրկվել այդ ամբողջ ընտանիքից, գենոցիդից։ Մի առիթով երես ասում էր հակաթրքությունը գուցե տեղից եղավ, որ եկավ իմ պապիկս ամերիկյան որբանոցում ապրեց այդ բանի, Նայրի Զարյանն էր, Գուրգեն Մահարին էր, Խանջան բան, դրանց հետ ապրել է։ Հետագայում 20-ական թվականներին մեղադրվել է, բայց չի դատվել, ինչ որ տրոցկիստական հայացքների թերթ կարդալու համար թե ինչ։ Հետագայում էլ զորակոչվել է բանակ, որտեղ այդ ամբողջ զորքերը գերի են ընկել, Դրոյի եւ Նժդեի կողմից ստեղծվող լեգիոնի մասնակից ա եղել։ Իսկ հայրս 60-ականներից է պայքարել Հայաստանի անկախության համար, ազատության համար, դատվել է 2 անգամ, նույն թվում եւ հորեղբայրս էլ։ Ու հայրս նես չէր, որ իմ պապիկս ասում էր գնացեք պայքարեք։ Երես ասում է, ինձ պատմում ես մի օր, ասի պապիկը քեզ ասում էր, ասես չենք ասում էր, հակառակ ասում էր, տղես հնարավոր չի սովետի դեմ պայքարել, եթե հնարավոր լիներ, ես ինքս կպայքարեի անկախության համար։ Այդ ռուսասերների համար, որ թող չիմանան, որ ես ընտրությունը ակամա է իմ մոտ ստացվել։ Այսինքն ես ունեցել եմ եւ սովետի համար զոհված պապ ու հերոսաբար զոհված պապ եւ հակասովետական պապ։ Ու միշտ հպարտացել եմ այս պապիկովս ոչ թե որ սովետի համար է կռվել, այլ որ ինքը խիզախ է եղել, քաջ է եղել, մեդալներ էլ արժանացել է։ Շանթ Հարությունյանն է մեր տաղավարում։ Շանթ, իսկապես շատ հետաքրքիր է, ձեր պապերը մեկը կանգնած ա եղել բարիկադի մի կողմում, մյուս կողմում։ Եվ այս եւ ինչպես ասում են երկկողմ իրավիճակում դուք մեծացել, դաստիարակվել եք մի ընտանիքում, որտեղ երկու կողմերի ազդեցությունն էլ ի վերջո եղել է։ Ինչու ընտրեցիք հենց հատկապես հակասովետական տարբերակը։ Ճիշտ ասած, այդ մամայիս կողմը Մեժլումյանները Սյունիքի ազնվականներից են եղել։ Ես ճակատագիրի հայոց գիրք կար, Սուրեն Այվազյանն էր հեղինակ, հաստ գիրք էր։ Այդ պերիոդը որ կարդում էի Դավիթ մասին, Իսրայելորու մասին, բան, այդ էլ էի կարդում։ Այնտեղ գրում է 1681 թվին Տաթևի վանքի ինչ որ հավաք ա լինում այդ հայ իշխանները բան, որի մեջ նաև նշում է Մեժլումյան Մեստան նահապետ պարոն Վարդազար։ Այդ Մեժլումյանների ընտանիքի մասին է, ճիշտ է դա գեղարվեստական գործ է, բայց դա արխիվներից ինչ որ վերցված բան է, այդ որ 1681 թվին Տաթևում ժողով ա լինում։ Այնտեղ գրում է, նշում է Մելիք Շանազարը, չգիտեմ, այս բաներ, դեռ Մեժլումյան Մեստան նահապետ պարոն Վարդազարը ստորագետով հետո գրածա Յուզբաշի թե ինչ եսի մինչե էլի տես մի հատ անունա տալի։
Մամաս ասում եմ, ցեղը տես ինչ է, յուզբաշիներեն թուրքերի բանի։ Բայց մորականը կողմի պապը նաև խորհրդային տարիների հերոս է եղել։ Չես ասում եմ հələ այդ պապի մասին էլի, որ իրանք ազնվականներ են եղել ու տենց եկել են իր պատմեն, տատիկս ասում էր այդ, այսինքն մամայիս մերը բան։ Ասում էր իրանց ունեցած հարստությունը մցրին կոլխոզ։ Ղափանի Եղվարդ գյուղը եղել է իրանցը։ Եղվարդ գյուղի բան տանուտերերն են եղել էլի այդ Մեժլումյանները։ Իմիջիալուց ձեզ ասեմ, մի օր բանը հաղորդում եղավ, որ Հայաստանում պահպանված ամենահին տունը որ կա 1703 թվին կառուցված, դա Մեղրիում Մեժլումյան եղբայրների տունն է, որը սովետի վաղ ինչ-որ փակ թանգարանային բաներ, հիմա չգիտեմ ինչ կա, ինչ չի։ Ձեզ ասեմ, մամաս նաև այդ իր ընտանիքի մասին որ պատմեր, էլի հպարտությամբ էր պատմում, որ էլի ասենք բաներ ինձի դասիրակող էր, իսկ իր հերն էլ հատկապես երբ որ պապայիս բռնեցին, ոչ եմ տես խնդիրներ կար, մամաս ասենք գիշերները որ լացում էր բան, ասում էր որ պապասելներ իմ հետ sense կվարվեին բան, մեկ ասում ենք խի, դե որտե պապիկիս ընկերներ կային, ասենք գեներալներ բաներ, էլի պատերազմի ժամանակ։ Որոնք գիտեին իրեն։ Հա, ասենք եղել է հարցերը եղել մամաս գնաց է դիմել է բանը իրանց, ու մամաս ասում էր որ իմ հետ sense չէին վարվի, ու հետարքիրը որն է, իրանք գիտեին որ պապիկս, այսինքն իր հերը, Ռուբեն Մեժլումյանը հերոս է։ Բայց բաներ կար, որ ես հիմա ավելի, հիմա ասենք հասանելի է նայում եմ բան, փաստորեն շատ բաներ իրանք այդքանը չգիտեին։ Պապիկս Թամանյան դիվիզիայի, որտեղ մենվաղ թերթերում գրքերում գրում էին 5-րդ հետևակային Վաշտի հրամանատար, հետո գրում էին հետախուզական առանձնակի գումարտակի կամ Վաշտի հրամանատար, բան, տես ոնց որ այդքան իրանք չէին իմանում։ Ես բացեցի նայեցի, ինքը զորակոչվել է, բան, Ռուսաստանի պաշտպանության սայթը էլի, բան, պաշտոնական սայթը նայեցի, դեռ բաներ կա գրած Ռուբեն Մեժլումյան, ուրեմն 1941 թվականի հունիսի 22-ին, հենց պատերազմի օրը, որտեղ եղել է Լենինյան շրջանի վայնկոմն ա եղել, այդ վաղ թե Լեննականում ա եղել, որտեղ մի քանի տեղ վայնկոմ ա եղել, էլի։ Բայց Ղափանի բանից հետո ՈՎԴ-ը, ՌՈՎԴ-ը իջա, տեից ա զորակոչվել, այնտեղ եղել է Դոսաֆի պետը Ղափանում բան, զինվորական ա եղել, էլի։ Եվ հատել է Կարմիր բանակ էր կոչվում, ինքը Կարմիր բանակի սպայ ա եղել։ Հիմա զորակոչվել է 42 թվականի հունիսի 22-ին։ Բայց Թամանյան դիվիզիան, ինքն դե դիվիզիայի հրամանատար, Զովելա դիվիզիան։ Դիվիզիան ստեղծվել է 41 թվականի դեկտեմբերի կեսերին, 42 թվականին գնացել է Գարնանը տրիներով կեքի, որ մարտական պատրաստություն ստանա, առաջի մարտական գործողությունները կատարել է 42 թվականի սեպտեմբերից նոր մտել է բան։ Այսինքն ես իմ մեջ հաշվում եմ պապս մի տարի, որ ասում են Թամանյան դիվիզիայում ազով է հերոսաբան, բայց այդ մի տարի չի եղել Թամանյան, ինքը ինչ ա եղել, զորակոչվել է մի տարի բան։ Հետո նայեցի, փնտրեցի այդ ռուսական սայթը, տեսա որ եղել է 200, եսի ինչ որ ռուսական սովետական ինչ որ դիվիզիա 219-րդ բրիգադի առանձնակի հետախուզական Վաշտի հրամանատարի տեղակալ, ու այնտեղ ստացել է կարմիր աստղ այդ հետախուզական գործունեության համար։ Տվել են 43 թվականի փետրվարի 7-ին իրան այդ կարմիր աստղը։ Դրան զուգահեռ նայում եմ փետրվարի 11-ի 12-ի կողմերը եղել է 58-րդ բանակում բանակի հրաման հատուկ 89-րդ այվախ Թամանյան չասենք 89-րդ դիվիզիայի նկատմամբ խիստ միջոցառումներ ձեռնարկել պանիկյորության, դասալքության, վախկոտության, դավաճանություն չգիտեմ ինչերի համար խիստ միջոցառումներ ձեռնարկել, իմիջիալուց սա ինչի եմ ասում, հեսա կասեմ։ Ես էլ դեռ փոքր վաղ շատերը ասում էին, որ հայկական աչքին գնող հերոսներից, ասենք ունեցել եք, չէ, հերոսներ Հունան Ավետիսյան, չգիտեմ, Ջահան Կարախանյան, պաշտոնապես ասեմ հերոսներ են, չէ, բայց շատ այդ որ գրում էին պապիկիս մասին, որոնց առիթելնում էր հանդիպում ենք, ասում էին հայկական զինվորներից առաջիններից մեկ եղել է Ռուբեն Մեժլումյանը, որի մասին կարմիր աստղը բանը Թամանյան դիվիզիային կարմիր զինվոր էր սովետի բանակի կարմիր աստղ էր կոչվում թե ասում առաջի հայ մարտիկներից ա եղել որտեղ դրվատանքով գրել են իր խիզախությունների հերոսությունների համար էլի
ռուսական կենտրոնական մամուլը նախ չի հասկանում։ Երբ որ լավ ուսումնասիրեցի, տեսա, որ մեր դիվիզիաները իրանք տես մարտական բարձր ոգի չեն ունեցել, բարձր մարտական պատրաստություն չեն ունեցել, երբ որ 43 թվականի դեկտեմբերի 11-ի այդ հրամանը, որ դասալիկներին, վախկոտներին, պանիկյորներին, բանին պատժելու տենց հրաման կա խիստ 89-րդ հայկական դիվիզիայի նկատմամբ, հետո նայում եմ, տենում եմ, ընդ հայտնվել է Ռուբեն Մեջնունյանը գրած է Դամանյան դիվիզիայի հետախուզական վաշտի, առանձնակի հետախուզական վաշտի հրամանատար, այսինքն Թամանյան դիվիզիայի հրամանատարական կազմի մեջ է մտել։ Եղել է մի 7-8 հատ բան, ասենք ոնց որ եղել է քիմ գազ, այդ հակագազային բանը, քիմիական ստորաբաժանում, չգիտեմ, տեխնիկական ստորաբաժանում, հրետանային, ու եղել է մի հատ հետախուզական վաշտ։ Ու ես տեսա, որ այդ կարմիր աստղը ուրիշ տեղ է ստացել։ Իրենք Թամանյան դիվիզիայի վրա իրանք գրածը չգիտեմ ինչի է ստացել, որտեղ ուրիշ տեղ է ստացել, էլի։ Հիմա ես որ նայում եմ Թամանյան դիվիզիան երբ հերոսականությունը ցույց տվեց, տենում եմ, ասենք Ռուբեն Մեջնունյանը ուրիշ տեղից եկել է Թամանյան դիվիզիա։ Այնտեղ կար ինչ որ Սիսյանցի մի հատ մայոր, էլի տենց աշկի ինգած ուրիշ տեղերից, ոնց որ բերում հավաքում են ուրիշ տեղերից Թամանյան դիվիզիան, ուսիլենի են անում, դե ես ասենք պատկերացրեք, մենք ետանենք սալդատ ենք, տենում ենք մեկը կարմիր աստղը դոշին քայլում է, կասեմ Հուշան ջան, տենաս էսով է, ասում ես եսին ասում են այն ուրիշ տեղից նոր բերել են, իր այդ շփվելուց ենք լավ զգում, չէ, որ մեդալը դոշին ֆրֆրում է բան, Զեմ ասեմ, այզե բաներ կար, որ ասենք սկի մամաս չգիտեր, որ ինքը եղել է հետախուզության Թամանյան դիվիզիայի առանձնակի զորամի բանի այդ վաշտի հրամանատար, միտեղ գրում են գումարտակ, միտեղ վաշտ բան, ու իրան էլ այդ գրքում գրած առուցասիրտ բան, չգիտեմ ինչ բան, հրամանատարը մեռավ խոսքը շուրթերին, չէ, ասես բաներ ա, եթե կարծեմ ես դե միտեղ կարդում եմ, այդ ձև բաներ ա գրած, գիտենք թե այդ գրողը գեղարվեստական գրել ա, հետո ես բանում այդ սայթում, տեսա իրան ներկայացրել են այդ ձևի գրածա որպես բանի, այդ մահու, չես, ոչ թե, հա, էդի ներկայացրել են, դրա համար այդ բանը կար, այդ իրանց գնդի հրամանատարը կար, ասում էր ես իրան սովետական միության հերոսի կոչման եմ երկու անգամ ներկայացրել եմ, բայց Նվեր Սաֆարյանը չի ստորագրել, որտեղ իր աղբորը սովետն է սպանել այդ պահով, բայց բանի Թամանյան դիվիզիայի հետախուզական վաշտի ինքն է հիմնադրել մինչև 43 թվի բանը, Չէ զոհվել է։ Չէ, իրան տալիս են արձակուրդ էլի հերթական քաջության համար, Կերչում կա իր թանգարանային հատված ունի, բան ունի, որոշիլովից ժամացույց ունի, օրինակ իրան չտվին սովետական միության հերոսի կոչում, բայց տվեցին առաջի բանը, հայրենական պատերազմի առաջի աստիճանի շքանշանը, ասենք երկրորդ շքանշանը տվեցին բան, բայց մենակ չգիտեին այդ երկրորդ շքանշանի մասին, ասենք իրան գիտեին որոշիլովի ոսկի ժամացույցը, այդ պաշտպանության նախարարի, ես մի օր մորքուրիս ասի տենց է, մամաս տատիկս ասում էին, հետո ինչ-որ ոսկի թուրան տված եղե, ասում էին, բա ուր ա, ասում էին, տատս ամրագետ կնիկ էր, 1000 բան բերում էին, ստորագրում էին, պասիլ կեքը տալիս էին, բայց մորքուրս ասեց Կերչի թանգարանում է որոշիլովի ժամացույցը, թուր ասեց չգիտեմ, բայց ասեց այդ ժամացույցը ասում է գնացի, ասեցի ես փողը տամ տվեք էլի, ես իր աղջիկն եմ բան, ասում է դոկումենտները հանեցի, ասի ինչ է, ասի ինչ արժեր, ասեց 250 ռուբլի գնահատված էր, ինչ էր գնահատել էին, բայց ասեց իր այդ պարտուպեի բանի հետ դրած է, հիմա սա ինչի համար եմ ասում, մենք ասենք ես նաև այդ պապիովս էի հպարտանում, ոչ թե որ ինքը բոլշևիկների յանից էր, այլ որ ինքը անձնազոհ, խիզախ, ասեք կռվել է, ու նաև ազնվական ծագում ունեցող իրանք Սյունիքի ազնվականներից են եղել, այս առումով ասենք ինձ ավելի նպաստում էր եւ պապայիս կողմը, որը Վանից գաղթել են 10 տարեկան են եղել, բայց ինքը չի կոդրվել, ուզեցել է պետություն, դե Վանից 5 թիվ է, եկել է 15 թվին, ասենք մինչև 18-20, մինչև 15-16 տարեկան ինքը տեսել է անկախ պետությունը, հիմա Շահենը իմ հետ դատվավ 14 տարեկան էր, իմ պապիկը 14 տարեկան եղել է 1919 թվին, այսինքն անկախ Հայաստան է տեսել, էդի են ձևավորման փուլն է, որ դու քո պետությունը ունես, ինչքան է դժվար է բան, բայց նաև հույսեր ունես, հետո մեկ էլ տենում ես թշնամին եկավ գրավեց։ Ու այդ թշնամին մենակ թուրքը չի պարզվում, ասենք Լենին ընդուց, Քեմալ ընդուց, ռուս-թուրքական, այսինքն պապիկիս մոտ այդ ձևի գնաց, որ իրանք Վանը կորցրել են, բան են արել, օրինակ իսկ բանը պապիկիս այդ մյուս, էլի հորս մերը
ջավախքեցի են, նրանք երզրումցի են, էլի իրանց ցակումով 1800 ասում էր Վանում ասում էր, Վանա լճում պապիկը, չգիտեմ 6 տարեկան, թե չգիտեմ քանի տարեկան լողաց հիվանդ է եղել, Վանա լճում լողացել է, բուժվել է։ Հիմա լեգենդներ է, բայց մեր վրա այս երեխա է եղել, ու Վանա լճի հիմար ասենք համարում եմ սուրբ լիճ, որտեղ պապիկս իբր լողացել է, բուժվել է, թե չէ մեռած կլեր, մենք ծնված չէին կլինի։ Այսինքն սա կներեք, մի քիչ երկարքի ասեցի։ Այնտեղ ասենք պապայիս կոմը իր հայրենիք անկախությունը, Վանա լիճը Հայաստան պետությունն է ուզը, այս մյուս կողմներ, ասենք հիմա սովետա ինչա, հին Սյունիքի ազնվականներ են, որոնք կապ չունի որտեղ են, պետք է արժանապատիվ լինեն եւ այլ։ Երկու կողմանի ուզեմ ասեմ այս երկարքի ասի։ Հիմա կարող է դնենք հակասություն առաջանա, բայց մամաս այդ որ պատմում երկուսը որ տալիս էր, ինքը հակասությունով չէր տալիս։ Ինքը ընդհակառակը հերոսական, օրինակ ես հիշում եմ փոքր վաղ վեկալում էի, ասես գոտին կապում էի, պապիս տես նկար ունի էլի, որ ասես գոտի են կապում, չէ, պարտուպեի բանի ինչի մար։ Ես այդ կապում էի բան, հարևանները ասում են, ես ինչ ասեմ, ասում եմ, պետք է տանգը նստեմ, այդքան պապայիս բանտից ազատեմ։ Այսինքն բոլշևիկ պապուս ստիլով ես ուզում էի հակասովետական հորս բանտից ազատեմ։ Շանտ, գիտես, քանի որ մեր ծրագիրը կոչվում է հենց այդպես լինել թե չլին, Շեքսպիրյան հայտնի հարցադրում, ես ուզում եմ լսենք Շանտ Հարությունյանի պատասխանը այս հարցի կապակցությամբ, լինել թե չլինել, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Չէ, դες չի ասեք, անհատապես կարելի է մի պահ գա որոշեմ, որ պետքա չլինեմ ես, բայց դա կլինի, որ ես արդեն ոնց որ ձեռքերս վեր եմ բարձրացրել, բայց մնացած բոլոր դեպքերում պետք է լինի։ Իհարկե իմ համար ասենք դաժե նվաստ է, եթե պետք է լինես նյութական, որկրամոլական։ Գիշեք սովետում ասում էին մարդկա ուտում ապրելու համար, մարդկա ապրում է ուտելու համար։ Հիմա մեր վաղ ասենք վիրավորական էր, որ մարդկա ապրում է ուտելու համար, չէ՞, ավելի պատվաբեր էր ուտում է ապրելու համար։ Հիմա լինելը Եթե պետք է լինել ուտելու համար, դա հիմար ասենք նվաստացուցիչ է, ավելի լավ է չլինեմ։ Բայց ազգի պահով դա միանշանակ լինելն է։ Հիմա ես չեմ հիշում Շեքսպիրը ճիշտ է կարդացի բան, բայց չեմ հիշում դա ոնց ինչ առիթով է ինքը ասել լինել թե չլինել բան, այս է խնդիրը, եսի որն է ավելի ազնիվ չգիտեմ ինչ բան։ Դա հիմա չգիտեմ, հիմա այնի դրամա է գեղարվեստական գործը, ասում եմ արդյոք դարձրել են թևավոր խոսք հարցադրում որպես իմաստալից բան, բայց կարծում եմ այդ հարցադրումը սկի տեղին ճիշտ չի դաժե։ Դուք հաղորդման անունը դրել եք ճիշտ է, բայց պետք է միակողմանի լինի հարցազրույցը, որ լսարաններ դիտի, որ միանշանակ լինելն է այդ մարդիկ, որ գալիս են Ռուսչյանի մոտ հյուր, այնտեղ միանշանակ լինելու մասին է խոսքը։ Հարց չի կարա պատասխաններից դաժե պետքա չբխի հարց, որ լինել թե չլինել, էլի։ Հարցադրումը հաղորդման ճիշտ է, որ մարդիկ նայեն լինել թե չլինել։ Ու միշտ մտածեն, ասեն տենաս կլի մեկը, որ ասի չլինել։ Չգիտեմ։ Դե ես հասկացա, որ Շանտ Հարությունյանն էլ չասեց չլինել։ Չէ, դե պետք է ասեմ, դες մարտիստը չի կա։ Չէ, որ ասես մարդիկ։ Չէ, հարցը թող հաղորդման մնա, բայց չկա մեկը, որ ասի չլինել։ Հա, երևի Հայկը Մարտիրոսյան մենակ ասում է։ Հա, այդ համաձայն չէ, որտեղ ասենք ես կարծում եմ, ովքեր կարող է ինքը ճիշտ, կարող է չէ, միանշանակ ճիշտ քննադատում վերլուծում է, բայց նաև դա էլի կոտրված մարդու տեսակետ է, այսինքն հանձնված մարդու տեսակետ է, էլի։ Ոնց են ասում են Չերչիլը ասում է, չի ասում կարելի է պատերազմներ պարտվել, բայց ազգերը մեռնում են ոչ թե, օրինակ Հիտլերը ասում է ազգերը կործանվում են ոչ թե տանուլ տրված պատերազմներում, այլ ժողովրդի ներքին դիմադրողականության կորստից, իմունիտետի կորստից։ Չերչիլն էլ ասում է, չէ, կարելի է պատերազմները պարտվել, բայց չվերանալ, բայց եթե հանձնվես կվերանաս, էլի, ասենք հանձնվելը մի բան է, պարտվելը մի բան։ Հիմա ես կարող եմ Հայկի պես ընդունեմ, որ մենք պարտված վիճակում ենք, բայց չընդունեմ, որ հանձնված է, համարում եմ ինքն է հանձնված, չլինելի դեպքը իրան ավելի այդ հարցադրումը տեղին կլներ։ Շնորհակալություն, որ եկար, սիրելի բարեկամներ, ահա այսպեսին էր այսօր Շանտ Հարությունյանը մեր հեղինակային լինել թե չլինել ծրագրում,
Իհարկե շատ հետաքրքիր մի ինքնատիպ անձնավորություն ում հետ առաջիկայում դեռ կլինեն նոր հանդիպումներ, իսկ այսօր այսքանով եկեք բավարարվենք, ինչպես ասում են, միջնոր հանդիպում Փակ TV-ում։ Ես էլ շնորհակալ եմ, ես իրավունք չունեմ ասեմ, շնորհակալություն եւ ձեզ առողջություն եմ ցանկանում, պարոն Ղուշյան, մնացեք դուք որպես սիմվոլներից մեկն եք մեր ժամանակների ու մեր ներկայի, ոչ մի առողջ լինեք ու այս հաղորդումներն էլ կարողանաք ձեր ուզած ձևի վարեք։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Այսքանը սիրելի բարեկամներ, ցտեսություն։